համոզված եմ հետևում ես նաև Հայաստանում ինչ է կատարվում քարոզարշավին հատկապես ուզում եմ խոսենք որովհետև դու շատ լավ կարողանում ես նկարագրել մարդկանց որպես լրագրող հաղորդավար եւ նաև որպես դերասան ինչ դերասանական հմտություններ է այսօր Նիկոլ Փաշինյանը ցուցաբերում դա տեսեք ինչ է բոլորը խոսում են ծրագրերից չէ ընդհանրապես քաղաքական ընտրությունների ժամանակ խոսում են ծրագրերից բայց Նիկոլ Փաշինյանը խոսում է ջարդուփշուր անելուց, կոտրելուց, բայց ինչի ենք մենք զարմանում, ինքը 8 տարի է միայն աշխատում։ Ինքը 8 տարի է նույն էլեկտորատին պատրաստում է, նախապատրաստում է եւ ես կարծում եմ, որ այս 8 տարիների ընթացքում մենք շատ ժամանակ կորցրեցինք, որովհետեւ ստեղծվեց մի մեծ ֆինանսական բուրգ, նոր մարդկանց, ովքեր ֆինանսական եկամտային հաճույք նաեւ ստացան այս բոլոր փոփոխություններից եւ բնականաբար այդ մարդիկ շատացել են ընտանիքներով արդեն իրենք անպայման կգնան որպեսզի պահպանեն իրենց ֆինանսական ներկայիս դրությունը բնականաբար իրենց մոտ երեխաներ են արդեն մեծացել այս 8 տարիների ընթացքում եւ կգնան իրենք էլ իրենց ձայնը կտան ես կարծում եմ որ մենք շատ բան կորցրեցինք տալով նրան 8 տարի կառավարել մեր երկիրը եւ քիչ առաջ խոսում էինք էլի ես կարծում եմ որ նա ստեղծել է մի իսկապես վտանգավոր աղանդ որն ունի իրենց առանձնահատուկ արժեքները, ունեն իրենց բնորոշ բառապաշարը եւ նաեւ ունեն զոհաբերություն, որովհետեւ ես ոչ մի ձև չեմ կարողանում ինքս ինձ որպես կին, որպես մայր, որպես մարդ, որպես հայ հասկանալ, ինչպես կարելի է ասել ամուսինս զավակս զոհվել են, բայց ես ձեզ շնորհակալ եմ։ Ես ոչ մի կերպ դա չեմ կարող հասկանալ, եթե տեղավորում ես դա արդեն աղանդի զոհաբերության օրենքների մեջ այդ դեպքում ինչ որ ձևի կարողանում ես բացատրություն տալ եւ այդ դեպքը մեկական դեպք չի շատ ցավալի է այդ ամենին հետևելը եւ ասեմ ձեզ որ իհարկե մենք արդեն սովոր ենք եւ արդեն բանտեղ չենք դնում թե իր այդ սննդակարգին որին ստիպված ենք հետևել բոլորս թե բառապաշարին թե խոսելաձևին բայց կար մի դեպք որը զավեշտալի էր ինձ համար ու շատ ծանր հետք թողեց երբ երիտասարդի հայրը զոհված երիտասարդի հայրը մոտենում է եւ ասում է որ պարզել է որ իրեն դի են տվել ինքը հուղարկավորել է որպես իր զավակի եւ 1 տարի անց հայտնաբերել է որ իր զավակը գերության մեջ է դիմել է պետական ատյաններին ներկայացրել է վիդեոշարերը մեկը չէ մի քանիսը ինչպես մենք հասկանում ենք այդ խոսքից այդ մարդու եւ իրեն անտեսել են այն աստիճան են անտեսել որ անգամ հաստորեն պետական մեր այդ ցուցակներում այդ երիտասարդը ընդհանրապես ընդգրկված չի եւ այդտեղ միանգամից մի քանի հարց է առաջանում ում դինեն հանձնել որ ծնողը չի ստացել իր երեխայի դիակը եւ քանի էլի գերիներ կան որոնք ընդհանրապես ցուցակներում չեն որովհետեւ ի վերջո այո այդ ցուցակի մասին խոսվում է այո ինքը կարող է ձայն բարձրացնել ասել որտեղից ձեզ այդ 5000-ը բայց այո 5000-ը կա ցուցակ այո իրենք հրապարակել են ցուցակ որը այս վերջերս լրացվել է քանակը եւ մոտ 4000-ի է հասել իսկ եթե մենք ավելացնենք 200-ական զոհերը երբ որ բենզալցակայանը պայթեց եւ հետագա հետո գալու ճանապարհին էլի անգամ այդ տարբերակով 5000 գալիս է բացի դա քաղաքացին պարտավոր չէ տիրապետել այդ թվերին բայց դու պարտավոր ես նրան բացատրել եւ պատմել եւ ասել եւ ներկայացնել այդ ցուցակները ի վերջո մենք մինչ օրս այո պետք է հրապարակել մարդիկ տեսնեն ասենք եւ սա հրեշավոր դեպք էր որը մեզ բացահայտում է ներկայիս իշխանության աշխատանքի որակը եւ մոտեցումները յուրաքանչյուր հայ քաղաքացու որովհետեւ շատ լավ հիշում ենք որ գոյություն ունեն տեսագրություններ երբ ներկայիս իշխանության այդ գլխարկով մարմինը ասում է որ 2 ամիս կդիմանան մեր գերիները 2 ամիս կդիմանան հետո մենք նրանց կվերադարձնենք իսկ արդեն անցել է քանի տարի եւ փաստորեն չգիտեն էլ այդ աղանդի մասին շատ լավ բնորոշում տվեցիք իսկապես այլ կերպ դժվար է բացատրել այն մարդուն որ ասում ես օրինակ ասենք 5000 երեխա է զոհվել ասում նախկիններն են արել
ասում ես, որ 8 միլիարդ դոլար պարտ կա վերցրել այս իշխանությունը, ասում այդ նախկինները գողացել են, ասում ես Արցախ հանձնել, ասում այդ իրանք այն ժամանակ էին հանձնել, բայց բանը Եվ բաց են թողնում, որ 8 տարի է միանձնյա կառավարություն է։ Մենք անգամ ընդդիմություն չենք ունեցել այս 8 տարիների ընթացքում։ Թողների ինձ ընդդիմությունը, բայց ես չեմ տեսել ընդդիմություն։ Ես մինչ օրս չեմ տեսնում։ Ես չեմ հասկանում ինչա կատարվում ու ես չեմ պատկերացնում ինչպես կարելի է հակադարձել այս հրեշին, որը միտումնավոր տանում է մեզ զրոյացման, տանում է մեզ թրքացման եւ վերացնում է բոլոր մեր արժեքները 8 տարի շարունակ եկած իր առաջին օրվանից իսկ այդ միակ լավ, այսպես ասած, լուրն այն է, որ այդ աղանդը ձեր ասած առայժմ մեծամասնություն չէ, փոքրամասնություն է եւ Հայաստանում եւ Սփյուռքում եւ փոփոխություններ են նկատվում այդ մարդիկ անհույս են, այսինքն ինչպես այդ մարդկանց բացատրել, այսինքն սթափության Ես չեմ կարծում, որ իրենց հնարավոր է ինչ-որ մի բան բացատրել, դուք ինքներդ գիտեք, որ եթե աղանդների օրենքներով գնանք, ապա նրանք պարփակված են իրենց մտածողության եւ օրենքների մեջ, իրենց արարողակարգի եւ իրենց հնարավոր չէ, դա գրեթե անհնարին բան է աղանդից դուրս բերել մարդուն, բայց պետք է աշխատել այն մարդկանց հետ, ովքեր հավատացել են, ովքեր կոտրվել են, ովքեր տեսնում են այն իրականությունը, որը կա, բայց գուցե էլի այդ վախը, որովհետև 8 տարի շարունակ նրանց ասում են նախկինները, մինչև այդ 30 տարի էլի տենց ինչ-որ անհասկանալի էմոցիոնալ դաշտ են ստեղծել, նույն այսօր նախկիններ ասողները, եւ ես կարծում եմ, որ պետք է աշխատել այդ առողջ բանականություն ունեցող, բայց տատանվող մասսայի հետ, որովհետև այդ մարդիկ իրենք ունեն հավատալու կարիք, իրենք պետք է հավատան պայծառ ապագայի, պետք է տեսնեն ինչ-որ լուծումներ եւ այդ լուծումները ես տեսնում եմ այս նոր եկող երիտասարդ ուժերի մեջ, ես տեսնում եմ այն մարդկանց մեջ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են հայ մարդու իրավունքների համար, այն մարդկանց մեջ, ովքեր չեն եղել քաղաքականության մեջ, ես հավատում եմ, որ կլինի միասնական ընդդիմություն եւ ի վերջո հնարավոր կլինի սասանել սրանց։ Կանե, տեսեք, սովորաբար նման խապկանքների զոհ են գնում այն մարդիկ, ովքեր որ կիրթ չեն կամ տեղեկացված չեն։ Կիրթ ասելով ընդհանրապես նկատի չունեմ համասարանական կրթություն ունեն, թե չունեն, որտեվ համասարանական կրթություն ունեցող անկիրթները շատ կան, չէ՞։ Այսինքն մարդիկ, որոնք պարզապես այսպես զոհ են այդ հոգեբանական ավելի շատ հոգեբանական գրողներին, պատերազմներին, որ հիմա իրականացվում է հայ ժողովրդի դեմ, որոնք այսպես սեփական դատողությունները անելու, սեփական հետազոտությունը անելու եւ ինֆորմացիան ուրեմն ստանալու հակում չունեն։ Այդ մարդիկ հեշտությամբ դառնում են ձեր ասած աղանդի զոհը, չէ՞։ Բայց օրինակ մենք տեսնում ենք, բիզնեսմեններին հասկացանք, իրենք շահ ունեն, որոշ բիզնեսմեններ, ասենք, կոնկրետ շահեր ունեն։ Բայց օրինակ մշակույթի գործիչներին ես չեմ հասկանում, ընդհանրապես չեմ հասկանում։ Իրենք էլ շահ ունեն ու ես շատ ցավով, մեծ ցավով եմ դա տեսնում, որովհետև դառնում են թատրոնների տնօրեն, դառնում են թանգարանի աշխատողը, օրինակ Սենյակին հետևող անձնավորությունը կարող է դառնալ թատրոնի տնօրեն, մենք ունենք նման դեպք, մենք ունենք դեպքեր, երբ որ փոխարինել են, եկել են, էլի խոսքը գնում է գումարի մասին, այսինքն այդ մարդկանց արժեքները իրենց սեփական անձի կարևորության մեջ են, իրենց արժեքում չկա հայկականը, չկա այն ինչի մասին մենք խոսում ենք, այն հերոսականը, ինչի համար մենք պայքարում ենք։ Ես շատ եմ ցավում եւ ես չեմ պատկերացնում իրական մշակույթի գործիչ, ով կարող է պաշտպանել եւ սատարել ներկայիս իշխանությանը։ Եվ ոչ միայն ներկայիս, ընդհանրապես, օրինակ ես նախկինում էլ տեսնում էի մշակույթի գործիչներ, ով իշխանության էր, իրենք այդ իշխանության գովասան քարողն էին, լրագրողներ, իմ խորին համոզմունքն է, որ ոչ լրագրողը։ Հուսամ, որ ինձ այդ ցուցակի մեջ երբևէ չես ֆիքսել ու չես։ Ես նկատի ունեմ, ձեզ նկատի չունեմ, այլ
ասենք գրողներ, բանաստեղծներ, կոմպոզիտորներ, հայտնի մարդիկ, որոնք մտավորական են կոչվում, կան, ես հիմա անուններ չեմ ուզում տալ, բոլոր իշխանությունների հետ փոխվել են այդ հիմա նիկոլական են իրենք։ Արդյոք այդ մարդիկ իրավունք ունեն կոչվելու մտավորական, որտեղ իմ պատկերացմամբ մտավորականը նաև լրագրող է։ Իրավունք չունի լինի իշխանամետ, որովհետև ինքը մեկ քայլ պետք է առաջ նայի, քան ասենք այդ պահի եւ քաղաքական իշխանությունը եւ ընդդիմությունը եւ ընդհանրապես քաղաքական դաշտն է մտածում, ինքը միշտ պետք է քննադատի, միշտ վերհանի թերությունները, բայց այսօր մենք կան մարդիկ, իհարկե բարեբախտաբար կան մատների վրա կարելի հաշվել մտավորականներ, որոնք մնացել են այդպեսին, բայց մեծ մասը այդպես իշխանությունից իշխանություն թռնող մարդ, արդյոք սա խոսում է, որ մենք չունենք այդ, այսինքն անունով են դրանք մտավորականում, իրականում ոչ։ Ես ընդունում եմ նաև դա, բայց ուզում եմ նաև ձեզ ասել, որ ընդհանրապես մշակութային գործիչները պետք է ֆինանսական խնդիրներ երբևէ չունենան։ Իսկ մենք այս 30 տարիների ընթացքում ես դա ցավով եմ ասում, բայց ես միշտ եմ դրա մասին խոսել, այնպես չի եղել, որ ես լռել եմ, դեռևս 20-25 տարեկանից երբ որ ես հայտնվել եմ հեռուստատեսությունում, ես այդ խնդիրը մշտապես բարձրացրել եմ։ 30 տարիների ընթացքում մենք չստեղծեցինք կինոդարան։ Մենք չունեցանք այդպիսի ֆիլմեր երիտասարդներին դեպի հայրենասիրություն տանող, մենք ունենք էպոս, մենք ունենք պատմական հերոսներ, կան ֆիլմեր, կա ինչ-որ բան, մարդիկ աշխարհը գրավում են իրենց մշակույթով, մարդիկ իրենց չեղածը ներկայացնում են այնպես, որ ամեն երեխան մեծանում է իմանալով օտար երկրի հերոսներին եւ պատմություններն ու լեգենդները։ Մենք այդ ամենը ունենալով հանդերձ 30 տարիների ընթացքում չենք ստեղծել այդ բազան եւ մենք չենք տվել հնարավորություն արվեստի իհարկե, օրինակ դուք ռադիոյում աշխատել եք, մենք միասին այդ ժամանակ այնտեղ ենք աշխատում, որքան թվայնացում գնաց, չէ՞։ Այո, բայց թվայնացումը չի ազդում մարդկանց գիտակցության վրա։ Երիտասարդների գիտակցության վրա ազդում են գրքերը, որը հիմա շատ քիչ են ընթերցում, եւ ազդում է վիդեոշարը, ինչի մասին քիչ առաջ խոսում էինք, որ օրինակ Հայկոն անում է իր ընտրարշավը վիդեոշարերով, որովհետեւ դա շատ ավելի ազդեցիկ է այս պահի դրությամբ։ Հնարավոր չի ինչ-որ ժամանակից հետ ընկնել, բայց բացի դրանից իրականում արարող մարդիկ, մեր գիտնականները, մեր մաստադոնտները, տիտանները մեր երկրի այսօր ապրում են իրանց պետական փոքրիկ գումարի հաշվին, որը հնարավոր չի թույլ տալ, եւ ինչ-որ չափով կարող ես նաեւ հասկանալ այդ մարդկանց։ Թեև ես էլի չեմ ընդունում, որովհետև մեր ցեղասպանության օրը հենց դրա համար էլ այդ ցեղասպանության օրն է ընտրված, որ վերացրեցին մեր մշակույթի գործիչներին, որովհետև նրանք էին առաջատար միտքն ու գաղափար տանողները եւ այդ հայկական ճրագ կրողները։ Եվ ես շատ ցավում եմ, որ այսօր մենք այդ խնդրի առաջ ենք կանգնած եւ մենք պետք է խոսենք ընդհանրապես մշակույթի ներկայացուցիչների մասին։ Ցավոք մեր ժամանակը սպառվում է, Գայանե ջան, հուսով եմ առաջիկայում արդեն լավ լուրով կհանդիպենք մյուս ամսվա մեջ ընտրություններից հետո եւ ուզում եմ առաջարկել, որպեսզի դիմեք ձեր, այսպես ասենք, հարազատ մարդկանց կամ հետևորդներին կամ գործընկերներին նույնիսկ։ Գիտեք, քանի որ առաջիկա 7 օրերը ճակատագրական են իսկապես լինելու Հայաստանի համար։ Ես դժվարանում եմ ընդհանրապես մարդկանց խորհուրդ տալ եւ ասել, թե իրենք ինչ անեն, հատկապես երբ որ ես երկրում չեմ եւ ես ինքս չեմ կարող օրինակ ծառայել, բայց ես ուզում եմ կոչ անել ձեզ, ուզում եմ ձեր բանականությանը կոչ անել, ուզում եմ ձեր սրտին, հոգուն, հայ լինելու են մասնիկին կոչ անել, որպեսզի դուք իսկապես հասկանաք, թե ինչ կարևորագույն ճանապարհի վրա է գտնվում մեր երկիրը, ինչ կարևորագույն ընտրության առջև ենք մենք կանգնած եւ խնդիրը ղեկավարը չէ, խնդիրը մեր երկրի լինել չլինելու մասին է այն տեսակով ու տարբերակով, որը մենք գիտենք, ճանաչում ու սիրում ենք, այսինքն հայկական, քրիստոնյա, մաքուր ու անարատ։ Ես ձեզ պարզապես խնդրում եմ, ձեր ձայնը կարևոր է, գնացեք ընտրությունների։ Շնորհակալություն, մենք անպայման կհանդիպենք ընտրությունից հետո։ Շնորհակալ եմ։ Համոզված